Գիրք Մաղաքիա գլուխ 3 Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստե իմ առաջին, եւ հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք։ Ահա նա գալիս է, ասում է Զորաց Տերը։ Եվ ով է նրա գալու օրը տանողը, եւ ով է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնողի կրակին պես է և թափիչների օճառին պես, և նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող, և մաքրելու է Ղևիի որդկանցը և զտելու է նրանց ոսկիի և արծաթի պես, և նրանք կլինեն արդարությամբ ընծամատուցանողներ Տիրոջ համար, և ընդունելի կլինի Տիրոջը Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախնի տարիներին։ Եվ ես կմոտենամ ձեզ դատաստանի համար, և ես ժիր վկա կլինեմ կախարդների ու շնացողների և սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը որբևայրին և որբին զրկողներին և օտարականին ճնշողներին, որոնք ինձանից չեն վախենում, ասում է Զորաց Տերը, որովհետև ես Տերս չեմ փոփոխվիլ, և դուք ով Հակոբի որդիք չեք սպառվիլ։ Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ պատվերներիցը, և նրանց չեք պահել, ետ դարձեք դեպի ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ, ասում է Զորաց Տերը։ Բայց դուք ասում եք, ինչ բանում ետ դառնանք, միթե մարդ Աստված կխաբե, որ դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք, ինչ բանում ենք քեզ խաբում, տասանորդումը և ընծայումը, անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ, բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, և ինձ մեկ փորձեցեք սրանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չեմ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի։ Եվ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չափականե ձեզ համար երկրի արդյունքը, և ձեզ համար անպտուղ չլինի որդը այգումը, ասում է Զորաց Տերը։ Եվ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետև դուք պիտի ցանկալի երկիր լինեք, ասում է Զորաց Տերը։ Ձեր խոսքերը ծանր են ինձ դեմ, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսում քեզ դեմ։ Դուք ասում եք, դարտակ է Աստծո ծառայելը, և ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահել ենք, և սուգով վարվեցանք Զորաց Տիրոջ առաջին։ Եվ հիմա մենք երանում ենք գոռոզներին, և բարեշենել են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն էլ փորձում են և պրծնում։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, և Տերը ականջ դրավ ու լսեց, և հիշատակի գիրք գրվեցավ նրա առաջին Տերից վախեցողների համար, և նրա անունը պատվական համարողների համար։ Եվ նրանք իմը կլինեն, ասում է Զորաց Տերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, և ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդիին կխնայե, որ ծառայում է իրան։ Եվ դուք ետ կդառնաք և կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծո ծառայություն անողին և ծառայություն չանողին տարբերությունը։